Ջերմուկ քաղաքում Վարդենյանց լեռնանցքում և Սարավան-Զանգեր կոչվող ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Հրազդան, Չարենցավան, Աբովյան, Մասիս, Արտաշատ, Ջերմուկ քաղաքներում, Արարատ-Երասխ ավտոճանապարհին, Վարդենյանց լեռնանցքում և Սարավան-Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է։ Բաքվում ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանը 2 նոր միջնորդություն է ներկայացրել։ Դրանք մնացել են առանց քննության։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների Էմիլ Բաբիշովը, ում ծառայություններից Վարդանյանը հրաժարվել էր, խնդրել է արժանահավատ չհամարել տուժողների, այդ թվում Կամո Հայրապետյանի և Մուշեղ Գրիգորյանի ցուցմունքները։ Նա նաև հայտարարել է, որ ցուցմունքների մի մասը կապ չունի մեղադրյալների հետ։ Վարդանյանն ինքն է խնդրել գործին կցել մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև ծանոթանալ քրեական գործի 15 հատորներին։ Դատարանը բավարարել է խնդրանքը։ Մյուս խնդրանքը, որը կապված է այդ հատորներում հիշատակված վկաներին դատարան կանչելու հետ, ադրբեջանցի դատավորը մերժել է։ Դատարանը անվավեր է ճանաչել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանը ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աշխատակիցներից մեկի ազատման վերաբերյալ։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախկին փոխտնօրեն Խաչիկ Աբաջյանը։ Իդեպ դատական նիստերի ընթացքում պարզ է դարձել, որ հաստիկները իրականում լուծարվել են 2025 թվականի սեպտեմբերի 3-ին ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աշխատակիցներին ծանոթացելուց շուրջ 2 ամիս հետո, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, գրել է Աբաջյանը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է կարգադրություն պարգևատրելու ազգային ժողովի պատգամավորներին, աշխատակազմի պետական ծառայողներին։ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, Զովունի Եղվարդ ավտոճանապարհին բախվել են Զիլ Մակնիշի բեռնատարը եւ Լադա Մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Սարսափելի դեպք է գրանցվել Լոռու մարզի Դարպաս գյուղում։ 46-ամյա բնակիչը 35-ամյա իր համագյուղացուն էլեկտրաշոկով հարվածել է, ապա պարանով կապել ձեռքերը, պահանջելով, որ նա հաշվեհամարին եղած գումարը փոխանցի իր հաշվին։ Բռնության ենթարկված 35-ամյա երիտասարդը $10,000 փոխանցել է 46-ամյա համագյուղացու հաշվեհամարին։ Իրավապահ մարմինները 46-ամյա տղամարդուն ձերբակալել են։ Հարցրեք որտեղ գնում եք։ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաշտոցին ԱԾ աշխատակիցները չեն մոտեցել, խնդրանքով, որ առաջիկա կիրակնօրյա պատարագին, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը, չհնչեցնի կաթողիկոսի անունը։ Քահանան այդպես էլ չի պատասխանել մեր գործընկերոջ այն հարցին, թե արդյոք հնչեցնելու է Վեհափառի անունը, թե ոչ։ Տեր Մաշտոցը կոչ է արել ներկա գտնվել պատարագին եւ տեսնել, թե ինչ է լինելու։ Այգեշատ գյուղում մեծ թափով պատրաստվում են Փաշինյանի այցին։ Համացանցում տարածված կադրերում երևում է, թե ինչպես է գյուղի փողոցներում մաքրման աշխատանքներ իրականացվում։ Մեր ձևով ժողովրդական շարժումը 3 Սյունիքում էր։ Սյունեցիների հետ հանդիպումների ժամանակ շարժման անդամները ներկայացրել են հանրապետության մարզային բնակավայրերի զարգացման տեսլականը։ Մասնավորապես կարևորվել է Գորիս, Սիսիան եւ Տեղ համայնքների բնակիչների զբաղվածության ապահովման եւ համայնքային ենթակառուցվածքների վերակառուցման անհրաժեշտությունը։ Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է շարժման պատկերացումները երաշխավորված խաղաղության վերաբերյալ։ Այս ընթացքում մեր ձևով շարժումը այցելել է մարզի գյուղեր ու արձանագրել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության որոշմամբ շատ գյուղերի դպրոցներ փակվելու են։ Ցանի շրջան Սալվարդ գյուղ։ Եկել ենք այստեղ 10 կիլոմետր անանցանելի ճանապարհով, դպրոցը փակվելու է կառավարության որոշմամբ։ Եվ երեխաները այդ նույն 10 կիլոմետրով պետք է գնան ամեն օր դպրոց կողքի գյուղեր, Հացավան գյուղ։ Գյուղի դպրոցը 2 տարվա ընթացքում կառավարությունը որոշել է փակել եւ գյուղի երեխաները ստիպված են լինելու գնալ կողքի գյուղ ուսում ստանալու համար։ Գյուղը դպրոց չի ունենալ։ Քասիկ գյուղ դպրոցը գյուղի միակ դպրոցը 2 տարվա ընթացքում փակվելու է քաղաքացիական պայմանագիր կուսակցության որոշման արդյունքում։ Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Երևանի Աբաքանու բողոքը, վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր։ Facebook-յան էջում գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը։ Նա նշել է, որ գործը վերաբերում է 2025 թվականի սահմանված եւ ոչ իրավաչափորեն թանկացած սակագնին։ Փաստաբանը հիշեցրել է, որ Աբաքանու անդամները բողոքարկել են Երևանում թե 2024 թվականի, թե 2025 թվականի ավտոկայանատեղիների վճարների թանկացումը։
Վերաքննիչ դատարանի որոշումը օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակվելու օրվանից 1 ամիս հետո։ Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է օրենքով սահմանված ժամկետում բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան, լրատվամիջոցներին հայտնել են քաղաքապետարանից։ Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում հզոր փոթորիկը դարձել է ավերածությունների պատճառ, անվտանգության նկատառումներից ելնելով մի շարք չվերթներ չեղարկվել են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թայլանդի եւ Կամբոջայի առաջնորդների հետ է խոսել, ինչի արդյունքում իրենք համաձայնել են դադարեցնել ռազմական գործողությունները 24 ժամվա ընթացքում։ Մի քանի օր առաջ հակամարտող երկրները խախտել էին Միացյալ Նահանգների միջնորդությամբ ստորագրված խաղաղության համաձայնագիրը եւ հարվածել միմյանց։ Օդեսայի նավահանգստում բեռնատար նավ է հրդեհվել։ Ականատեսները պատմել են, որ հրդեհին նախորդել է պայթյուն, որից հետո նավն ամբողջությամբ այրվել է։ Չեռնոմորսկի նավահանգստում ռուսական զինված ուժերը հարվածել են թուրքական նավի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Իսպանական քամիները դժվարություն են առաջացրել ֆրանսիական Paris Saint-Germain ֆուտբոլային ակումբը տեղափոխող ինքնաթիռի համար։ Կադրերում երևում է, թե ինչպես է քամին խոչընդոտում վայրեջքը։ Հմուտ օդաչուների շնորհիվ օդանավը բարեհաջող իջել է Բիլբաոյի օդանավակայան։